Ես հարց երկու ամսից ավել է հարցրացված է, ինչ է արվել, համայնքի կողմից ինչ է արվել է ասեմ համայնքի կողմից ինչ է համայնքի կողմից հիմում է ներկայացվել համապատասխան ատյաններին պատասխան չկա ուղարկել են տարածքային կառավարման նախարարության քննարկմանը մեր ձայնը հասանելի է եղել մեր կառավարությանը այսի հարցի լուծում չէ ճանապարհ բայց պատասխան չկա հա այդ նամակը Գաբրիելյան ջան մենք ուրիշ ձև չունենք բացի այս ձևից ձեր ցավը տանը արեցին պաստորագրը հավաքանենք Ժողովուրդ արեցինք հա արեցինք նա ինչքան լրատվություն աշխատել ձայնը հասանելի եղավ Չէ, դες կուլտուրական ձևով Գաբրիելյան ջան հասնում է այս ազգին ինչ-որ մի բան կուլտուրական ձևով Իհարկե սա մենք իսկապես կուլտուրական ազգ ենք ույն մշտենը մեզ հանել դրթել հիմա այդ մեր պահանջը ամենը ժողովուրդը մեզ աճելի է բայց հարցը մենք գիտենք Ժողովուրդ հասկա չէ որ մեր վարչապետն էլ այս ճանապարհով ընտրվել ինչեք մեզ խանգարում իրավունքների համար այո մենք ված Ես չեմ խանգարում ես ասում եմ սա հարցի քաղաքական հարց չկա այստեղ ժողովրդի հարցը լավ էսի հարցի լուծում չէ բայց ո՞րն է հարցի լուծումը Հարցի լուծումը մեզ պետք է որ մեր ձայնը լսեն Մեզ պետք է որ մեր ավտոբուսը չհանեն Չէ, այս մեր ձայնը դի նկատում մեր ողքի բոլորից նպատակը որ ավտոբուսը չհանեն, չէ՞։ Ո՞վ է։ Գաբրիելյան ջան Չի դադար թողեցի գնաց, չի դադար թողտան են ժողով։ Մենք ուզում ենք որ կենտանի ձայնը լսեն, կան իրանք ստեղներ կան։ Մենք չենք թողել։ Հետ զանգելով կամ հավատամ եմ։ Հիմա որ ճանապարհը փակեցինք, շաբաթ օրել է այսօր։ Ընդունենք գալիս է 2 ժամից։ Ինչ մեղք ունեն ավտոյի մեջի հիվանդ է, որ պետք է հասնի հիվանդանոց։ Իսկ կաններ ճանապարհը թող երթևեկությունը բաց լինի, հաստատապես բոլոր անձնողները կտենան, որ ինչ-որ հիվանդ կա որ հավաքվում։ Մարդիկը կգան։ Երևի թե։ Բան Գաբրիելյան, հասկանալի է։ Մենք էլ մեղք չունենք։ Մենք էլ մեղք չունենք, որ մեզ անում են այս վիճակները փոխվել տենդեր աշահել։ Հարց եմ տալիս, դուք տեղյակ եք, ձեր տրանսպորտն էլ է փոխվելու, ասում է չէ։ Դե մենք ճանապարհ կփակենք, որ աշտարակցին էլ տեղյակ լինի, գյումրեցին էլ տեղյակ լինի, ու մյուսներն էլ։ Եթե մենք հիմա ճանապարհ ենք բացում, ոչ մեկն էլ տեղյակ լինի։ Բայկոտ օրինական լինի։ Չէ, Գաբրիելյան ջան, դուք չթողեցիք, որ մենք մեր ձևով մեր ձայնով։ Ես չեմ թողում։ Ես ամենը հորդորում եմ ասած ես բաց խալան։ Ո՞վ տրանսպորտ ուզի թող ուղղությունը փոխի ով է չէ թողեք 25-ը մնա 25 այո այդ տարբերակը թող լինի բայց թող 25-ը մեր փրկությունն է Հարտակ խոսացել ձեր հարցերին պատասխան թողեք տրանսպորտը մենք զես չենք Ամեն օր սեգս կոմիտաս եմ հասնում, քանի տրանսպորտ փոխել եմ հասնել ֆիզիկայի ճիշտ է։ Ոչ, ես ասեմ սա ճիշտ է։ Ես բանը Մենք սա ձեզ չենք ասում։ Մենք ձեզ չենք ասում։ Հերիքը էլի, ձայնը կարևորը տեղը հասե 5 րոպեներ ամեն 10 րոպեներ։ Ավելի վատ վիճակ է լինելու Գաբրիելյան ջան, ավելի վատ է լինելու, իսկապես եմ ասում, թող չդրթեն։ Ոչ մի հատ լավ բան, մենք գիտենք որ դուք մեղավոր չեք, թող չդրթեն, ավելի վատ է լինելու։ Իսկապես ես անելու եմ ամեն ինչ։ Ժողովրդի մասին ով պիտի մտածի։ Լավ հասկացանք, այս աշճան չի գալ ժողովուրդը։ 25-ը չհանվի, ինչ ուզում են անեն, տենդեր են շահել, ինչ են շա, դա իրացնող թողի ավ գտնեն, բայց թողի համար է։ Մշտական խոսում են, որ ժողովրդի համար են այս ամեն ինչ անում։ Ժողովուրդը դեմ է, դե թող ցույց տա որ հանում ժողովուրդն անում այս ամեն ինչ։ Բան չկա ժողովուրդի Հարցերը իրանք չեն հարցրել, ոչ մեկ չի մտնելու, եթե մտնում է ուրեմն մեր 25-ն է ձեր տալի, թող մեր 25 է մեր օգտի համար թող իրանք թողենք տրանսպորտ թող ոնց է զովուրը քանի տրանսպորտ այո պրոշանը շատ մեծ գյուղ է կարող է իրանք արդեն տեղյակել չեն այո համայնքը թող երկու տրանսպորտ մտնեն մարդկանց եթե մարդկանց համար են անում ում որը հարմար է ինքան տրի այն մեկը նստի թե 25-ը օրինակ 25-ը ինձ օդու ջրիպես անհրաժեշտ է ես ամեն օր սալյակով հիվանդ երեխա եմ թորնիկիս հիվանդանոց եմ տեղափոխում ամեն օր
Կներեք, այս պահին մենք ուղիղ եթերում ենք, բացի այդ դժվարություններից գնի թանկացումից, նաև հետևյալ խնդիրը կար, որ վերջին ուղեգիծը ավտոբուսը դուրս է գալու 19:30-ին, այսինքն դրանից հետո ավտոբուս չի լինելու։ Այսինքն ինչպես պիտի քաղաքացին հասնի բնական կենտրոնում։ Ինչպես են մարդիկ հասնելու իրանց տուն։ Կարող են մնան դեռ գիշերով, կամ եթե տաքսով են գնալու, ուրիշ ճանապարհներով էլ դրա աշխատանքն օգուտ է տրանսպորտը։ Այսինքն իմ աշխատանքը վերջանում է ժամը 8-ին։ Ես ժամը 8-ին վերջանում ասենք այդ գազելի վերջի բանը ժամը 7:30-ա։ Ես եթե դրանից հետո ես ուրիշ տրանսպորտ պետք է նստեմ, տաքսով պետք է գամ, չգիտեմ, փողոցներում մնալու ոնց պետք է։ Էլ ինչի համար այս ժամը։ Իսկ ժամը 11-ը 25 տրանսպորտ աշխատում է։ Մենք շատ գոհ ենք 25 համարից եւ այդ ընդհանուր գծից եւ վարորդներից ամեն ինչից։ Շատ չորական գրական ամեն ձևի սպասարկում է, այս ինչ են։ Այս ժողովուրդի դերշահեր, այս եկել այն բանն, այս արնիմնա, այս արնիմնա։ Այս ժողովրդի մասին մտածող չկա ժողովուրդ ջան։ Ոնց անենք վերջը, այս երկրը թախնենք, թողենք, գնանք, ինչ անենք։ Միրա ոնց Ես իմ երկիրը սիրում եմ, իմ երկիրն է պետք է մնամ, պետք է պայքարի 14-ից 1000 Օրինակ դուք կներեք, ոնց եք պատրաստում ձեր 75,000 դրամով հասնեք Երևան աշխատանքի մի քանի տրանսպորտ փոխելով այնուհետև Տարբերակով չենք կարող, այսի գալիս կայնակարիքը մեկ աշխատենք իրանց վրա այդ փողներն են իրացան, այսինքն գիգորություն է զարգանում։ Մենք ալքի բաղադրատերներ հավաքել, մենք էլ ասում գիգոր ենք։ Բայց ինչպես իշխանություններն են հայտնում, Պրոշյան համայնքը եւ Քասախ համայնքը բավականին արագ զարգացող են եւ նոր առևտրի կենտրոններ են կառուցում, նոր թաղամասեր, փաստորեն դառնում է նոր զարգացած համայնքում Կոտայքին ցանենք, մենք չենք ուզում այդ կոտայքին ոչ մի կապ, ոչ մեկ կոտայքին ուզում, ոչ են ուզում ճանաչենք այդ կոտայքին, թող մեզ ընդհանրապես անենք կոտայքի մասից եւ մտցենք քաղաքային, ուրա մեր մարզպետը։ Մենք գիտենք, որ սա իրան օրինական ձևերով անելու են խզապատություններ, բայց դա մեզ ոչինչ չի ասում։ Մարզպետը նոր չէ, որ մենք մարզպետը 30 տարի եթե մարզիներ չի պատա։ Այո, ես էլ եմ այդ մասին ասում, ընդհանրապես ոչ այսօր պետք է աշխատեն միշտ դրանով։ Մենք դա պետք է ժողովրդական ռադիոից իմանային տեղեկանային, որ սովխոս ուրիշ տրանսպորտ է գալիս, թե որ նորություններում վազող տողով գրել են դրանից պետք է մենք իմանային։ Կարող է շատ ագրադիոց տանեմ, ամեն օրվա աշխատող են 20 տարի է, այն որ ասում է այդ 114-ը ձերը քրքրվել է մեր ժողովուրդը։ Ինչ տարապանք են կերել, ինչ տանջանք են կերել։ Հասիկ որ միլա բան անենք ժողովրդի համար։ Աշխարհի չափ շնորհակալ ենք 25-ից որ եկավ մեր գիծը։ Հիմա ինչ են ուզում, հասիկ միլա բան եղել է։ Ինչի համար է սա, իսկապես թափարց է։ Այսօր ձեր բողոքի ակցիան կներեք ժամը 12-ին է նախատեսված քասախցիների հետ։ Ինչն է խնդիրը, որ դուք ավելի արագ դուրս եկաք։ Մենք գիտենք, որ ժամը 7-ից պետք է հելնենք փակենք, բայց չգիտեմ ինչ պատճառներով տրաֆարետները պատրաստ չեն եղել, վարորդները մեզ տենց ասեցին, իրանք էսել որներ գիծ մտան, կամ էտա, կամ էլ ուղղակի փակուկ բարձրեցին մեր գործը։ Դրա համար ժամը մենք որոշեցինք ժամը 7-ից, բայց շուշի մեջ ամառի Աչոտներ համայնքից Պրոշյանը ընդամենը 1.5 կիլոմետր է։ Կարակ բացատրեք, ոնց կարող ես բան լինի։ Քաղաքային 1.5 կիլոմետր։ Եվ 250 դրամ վճարը լինի։ 1.5 կիլոմետր ընդամենը։ Կարակ իշեք նայեք։